Այդ խոսակցությունների ժամանակ ինքը մի անգամ ձայնագրել է իմ խոսակցությունը, իմ ուրա խոսակցությունը ձայնագրել է, եւ երկրորդ անգամ արդեն ես գիտեի, որ ինքը ձայնագրում է իմ խոսակցությունը, եւ ես այդ ձայնագրության մեջ, հեռախոսային ձայնագրության մեջ իր հետ խոսում եմ շատ այսպես կոչված վատ բառապաշարով, այնպիսի հայհոյանքներ եմ տալիս, ասում ես գիտեմ, որ դու ձայնագրում ես, ու լսի թե ինչ եմ ասում, այնպիսի հայհոյանքներ եմ տալիս, որ այդ իմ հեռախոսի մեջ այդ խոսակցությունները դրա հետ համեմատությամբ լիրիկաներ են, այսինքն իմ ու Արամի հետ խոսակցության ժամանակ երբեք չի շոշափել $23,000 թիվը, որովհետև երբ որ ես իր հետ բանավոր պայմանավորվածություն ձեռք բերեցի, որ այդ $8,000 ես տալու եմ որպես իր պարտի մի մաս երրորդ անձին, ինքը չէր ասել, դե 23,000 տվեք, պարոն Ղազարյան, 8,000 տալիս, այդպիսի խոսակցություն մեր մեջ երբեք չի եղել,